Ուրախ ավտոբուսը հավաքվել են այդ սոված ծարավները, այն որ 7 միլիոն դրամ պարգևավճար են ստանում, բայց մեկը իրանք հոգով նույն սովածն են, այսինքն բան չի փոխվել, այն ժամանակ էլ էին պարտքով ինչ որ բուտկեքից առևտուր անում, մի կերպ յոլա են եթում, հիմա անգամ որ ունեն 7 միլիոն դրամ պարգևավճար, իրանց հոգին մեկա սոված է։ Այս խավարասերները հավաքվել են մի հատ սիրուն մեծ ավտոբուս են վերցրել պետության հաշվին, մեր հաշվին, այսինքն սիրելի հայրենակիցներ, պատկերացնում եք, մեր հաշվին իրանց համար ավտոբուս են առել, մեր հաշվին իրանց համար առել են սուջուխ, լավաշ, կուկուռուզ, դինամիկ, անգամ դինամիկը մեր հետ չեն խորհրդակցել։ Արդյոք մենք պատրաստ ենք մեր հարկերի հաշվին այդ մեծ դինամիկը, որ վարչապետը հետը քաշ է տալի։ Նրանց էլ է հետը քաշ տալի, նենց չի որ խնդիրը դինամիկն է կամ ավտոբուսն է։ Խնդիրը նրանում է, որ այդ ուսապարկերին քաշ է տալի հետը տանում է Սյունիք, որ մեզ, մեր քաղաքացիներին համոզի, որ մեր երկրում խաղաղությունը Ֆինանսների նախարարը կանգնում ասում է բանը, ասում է մենք չգիտենք այդ բանը 10,000 դրամները որ ավելացել է, դրա տեղը չգիտենք, մենք այդ փողը որտեղից ենք բերելու, որ լրացնենք բյուջեն դեֆիցիտ չառաջանա։ Ասում է չգիտենք, բայց բարձրացրել են, հասկանում ես, ասենք բյուջեն չգիտես ինչ կարող է Այն բանի նման կամ խոսում էին, ասում է խաղատաների հաշվին հարկերը բարձրացնենք։ Դու պատկերացնում ես, ասենք խաղատան հաշվին, ասենք այսօր երիտասարդության մեջ է, դա տենց տարածված է, ցավալի փաստ է, որ տարածված է, այսինքն մարդը գնում կախվում է, տենց վերջի տունը կորցնում է, գնում կախվում է, իրան գցում է կամ ինչ որ բան է անում, այդ դրա հաշվին բարձրացնում են թոշակառուի թոշակը։ Ես ուզում եմ մի բան ցույց տամ, էլի, այստեղ ես քեզ ցույց տամ այդ հենց այս խոսակցության ոլորտում մեկ վարքյան ընդ գտնեմ պահպանել եմ վիդեոն որ ցույց տամ ամեն դեպքում ասենք սա Նիկոլը հրաժարական չի տա առանց հաց կմնա առանց լույս կմնա առանց գազ կմնա ես Նիկոլ կմնա Հիմա ասի նույն Արոն Չախոյանի ու մնացած ուսապարկերի մասին այդ մարդիկ դա են Ինչքան երևի չեմ շփոթում Կարեն Գիլոյանը հիմիկվային սպորտի հետ կապված ինչ որ փոխնախարարը աշխատում ինչ անում ԿԳՍՄ ՏՌՉՎ եւ ՈՖ այդ հետ կապված խնդիրը չի հակնում նասկի երևի Ալեքսեյան Վագնը տռուսիկ չի հակնում Դե նասկին կարա ասենք ոդքերի հետ կապված խնդիրներ լինի տռուսիկ երևի բան չկա ինչի վրա հակնի Ուրա Ավինյան Աջափնյակ կայարանը Քանի կար ասում էր հենց ընտրվեմ 24 ժամում ծրագիրը խոդի ենք գցելու, հեսա լավ ալնելու, այդ կայարանը չկա, հեսա 27 թվականին էլի ընտրություններն է քաղաքապետի, ու էլի չկա։ Ախպեր, բայց կարելի է չէ ստարտը տալ, սկսել, գոնե ասի, գիտեք ինչ կա, այս կայարանի ստարտը կա, մի 200 տարի հետո կարանք այդ մետրոն ունենանք։ Ինքեր 5 տարի չես կարող այդ մետրոն սարքել։ Իրանք պարս խափեփաներ են։ Ինքեր խափում են, ինքեր ժողովուրդ ջան, հասկացեք, այս մարդիկ եկել են ուղիղ ձեզ խափում են, ասում են Աջափնյակ կայանն ենք սարքում, խոսք էին տալիս, հեսա վերջանում է այդ ժամանակը իրանց, որ քաղաքային իշխանություն է։ 1 տարի մոտավորապես։ Ուր է այդ Աջափնյակ կայարանը, չգիտեմ, որտեղ է կամ անգամ ասենք ինչ որ հասցե նշել են, որ ստեղ է լինելու, դու տեղյակ ես։ Հիմա Ավինյան, ուղիղ հարցը հնչում է քո համար ու քեզ։ Ապեր, Աջափնյակ կայարանը ուր է։ Որտեղ է այդ Աջափնյակ կայարանը։ Տեղը ասա գնանք նայենք, օրինակ Խաղամոլը եւ Թմրամոլը հայտնվի ազգային ժողովի անվանումով։ Նայ, չէ, դա օրինակ եմ բերում Ռուսաստանի Դաշնությունից, նայ, Ռուսաստանի Դաշնությունից օրինակ եմ բերում, որ ստեղից կամ ցանկացած այլ երկրից ինչ որ մեկը գնում է Ռուսաստան աշխատելու նպատակով, ոչ թե տուրիստ, այսինքն այնտեղ ձեռքաբերում միգրացիոն կարտա, չէ։ Ինքը գնում անալիզ է հանձնում դրա համար։ Եթե իր անալիզների մեջ նարկոտիկ թմրանյութը հայտնաբերվում, իրան դեպորտ են անում։ Իհարկե։ Կամ կալանք են տանում։ Որովհետև ինքը կարա ադեկվատ չլինի, վտանգ հանդիսանա հանրության։ Հա, հասկանում ես, իսկ Հայաստանում այդ ամեն ինչը ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Այս Սևան ջան, ախր դու տեսել ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության կազմը։ Այդ կազմը հրավտանգ է։ Դեմտերին նայում ես ոնց որ սաղը ուռող են։ Հա, խայտարակություն է։ Ալեն Սիմոնյանն ասել է վարչապետը կա մի բան, որ սիրում է ուտել, կան բաներ, որ չի սիրում ուտել։ Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան չի ուզում։ Ոչ մի բան չկա որ չի սիրում։ Այսինքն ամեն ինչ սիրում է, քարից փափուկ։ Հիմա պատկերացնենք էլի, հա, քարից փափուկ, այդ ինչ պետք է լինի, որ Նիկոլ Փաշինյանը չսիրի։
օրինակի համար էլի, ասենք ինչ, չգիտեմ, հին չորացած հաց, էդի սաղկյանք կերել է, ասենք, էլ ինչ կան դե էլի, որ ասենք կարող է մարդես պայմանականորեն ինչ հերախոսի չեխոլ չէ, էդի չիլնում ուտել։ Գարան դմակ, քյալա, լեննականում ուտում էր, խոզը, խանձում ուտում էր։ Հիշում եք 17 թվականին խոզը։ Կա որ չի սիրում, էլի, որ ասում կաբան որ չի սիրում ուտել, ասենք ինչ պետք է չսիրի։ Թթված սմետան։ Սաղ շուկան մանագալի ինչ տենում առնում է։ Այնտեղ ցավոք լավաշն է հիշում ով էր այդ ԿՊԽ-ից, ասում է, բայց պարոն վարչապետ, մենք այնտեղ ունենք դրանից բան, ասում է, էսի լավն է ոնց որ սրանք։ Իրականում Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեսնում է, որ տակը ոդկը տակի հողը տակից գնում է։ Շատ լավ է տեսնում։ Ասեմ ավելին, ես պետական համակարգի աշխատողներից մեկի հետ 2 օր առաջ խոսում էի, սա հարգելի ժողովուրդ դուք էլ լսեք, այս խապկանքին պետք չի հավատալ, ներսից իրենք շատ լավ գիտեն, ասում են, որ պետական համակարգի 90%-ը Փաշինյանին դեմ է քվեարկելու։ Ձեր ցավը տանեմ, իմացեք, ուրեմն այս ադրբեջանցիները եկել են, այդ սև լճի կոմերն են, օկուպացրել են, գիտեք, չէ, հայկական տարածքներ են, Նիկոլի Դոշին, որ մի հատ Հայաստանի դրոշկա է խփած, այդ դրոշը որ վերցնեք sense նայեք, այդ սահմանները էլի, այս ծերի պոչի վրա մի հատ տեղ կա, այդտեղ ադրբեջանցիներն են, բայց այդ իրա վրա է, ջերմուկում են կան, ուզում եմ ասեմ, այն ինչը որ ինքը կրծքին կրում է, որ ասում է իրական Հայաստանն է, այդ իրական Հայաստանում ադրբեջանցիներ կան։ Նայեք, գնացել են, այսինքն իրանք ընդհանուր այդ ամբողջ վերնախավը գնացել է, պատկերացնում ես, մարզպետ, քաղաքապետ, Գորիսի, չգիտեմ, այնտեղ падգամավորներ, քաղաքապետը դիմավորում էր, նախարարներ, բոլորով գնացել են, բոլորով։ Ու չգիտեմ, որ ասենք այդտեղ ինչ որ կերպակներ կա, որ ՀԴՄ չունեն, հասկանում ես, իսկ իրանք չեն ղեկավարում։ Իրանք այդպես ոչնչից տեղյակ չեն, անտեղյակ են պետությունից, անգամ այդ հաստատի իրանք պետական կառավարման համակարգ ունեն, պետության վարչապետն է ու այդ մնացած իր խմբակը, ուրեմն իրանք ոչ օրենքները գիտեն, ոչ տարածքները նորմալ գիտեն Հայաստանի։ Իրանք մենակ սրտի կանել գիտեն ու հետաքրքիր գիտեք որ մի օր գնալու են, ասենք, չգիտեմ, այդ Տավուշի կոմերը կամ չգիտեմ, այդ Սյունիք երկրորդ անգամ այցելություն, մի ամիտ կարող գերին գնեն։ Ասենք հորից, այն որ օպելների շոֆերներին անվանել էր համբալներ, գեղացի համբալներ, չէ՞ ինչ։ Հա, գյուղից եկած համբալներ, որ ամեն իր օպելով կարող է գա Երևան քաղաք եւ այլն, այսինքն նշանակում է որ մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, 3 միլիոն վարչապետներից մեկն է, բայց եթե օպել է քշում, ուրեմն համբալ է։ Այդ շորժա Գեղարքունիքի մարզում շորժա համայնք կա, չէ՞։ Գյուղը թե համայնք է, այտենց։ Հա, շորժա, չգիտեմ իրավական առումով ոնց է շորժա։ Տարածքով է համայնք է շորժա։ Ամեն դեպքում տեղ տուն են կառուցում, Տիգրան Ավինյանի այդ գեղացի հերը, համբալ հերը, այդ որ օպելի վարորդներին անվանում էր, տուն են կառուցում ու այդ գումարներով են տուն կառուցում ու ասենք տուն չէ, էլի առանձնատուն, դղիա։ Տաներ էլի, տաներ։ Ասենք մենք նաև տեղեկանում ենք դրա մասին հետքի հետաքննությունից, որ անցկացրել են 25 թվականին, սենց ասեմ, եթե չեմ սխալվում 480,000 մասին չի խոսքը։ Իհարկե։ Երրորդ նախագահին որ նայում ես, չէ՞, այդ մարդուն չթողին պրակտիկի ղեկավար էր։ Ես չեմ կարա այդ մարդուն հիմա մեղադրեմ, այն ինչ որ փորձում էին մեղադրել, որ ինքնաբեր է, հասկանում եք ինչ եմ ասում։ Շատերը հասկանում ես զարմանալի է էլի որ դրա մասին կարելի ես հիմա տես ինչ եմ ուզում ու հավատալ դրան։ Հա, հիմա տես ես խեմ ես սրա տանում, որպեսզի վերջապես մենք կանգնենք, վերջապես մենք ուղենք մեր մեջքը, վերջապես մենք հասկանանք, որ մենք ենք սխալ։ Մենք ժողովուրդս, եթե դու քո սխալը չես ընդունում, քո մեջ պրոբլեմա, դու քո կյանքդ պրոբլեմացնում ես, ոչ թե մենակ քո կյանքն ես պրոբլեմացնում, դու պրոբլեմացնում ես քո ակրուժենի սաղի կյանքը, հասկանում ես։ Դրա համար հիմա ես քեզ հասարակ բան ասեմ, մի հատ նայ, ինչ եղավ, այսօր մենք խոսում ենք գիտակից, անգիտակից, ասում ենք կայնում էին նախագահականի մոտ ազատություն քաղաքապետարան Նիկոլ Փաշինյանին, ստորագրություն էին հավաքում, մարդուն 14 թիվը, 15 թվին են մեկ ասում էր այս հեղափոխության մասին, 16 թիվ, հասկանում ես,
Երևանի փողոցները ինչպիսի ջրհեղեղներ էր 3 այսօր առավոտյան Ավինյանը Ավինյանը այսօր ասում է շների ворթեգրման ինչ որ մեխանիզմ են մտցրել քաղաքապետարանում, ասեմ սենց մեր քաղաքացիներն իմանան, մարդիկ տենց փողոցային շների ворթեգրում են, հիմա ոնց որ 86 շնից, հա 86 շնից մեկը ворթեգրել է Ավինյանի ընտանիքը Հիմա ասում է Ավինյանը քաղաքապետարանի նիստին։ Նա ջրհեղեղը մի կողմ, ջրհեղեղ չի եղել։ Ասում է խնդրում եմ կնոջս այլևս շունչը տալ, որ չворթեգրի, որովհետև մեր տանը արդեն 3 շուն կա։ Ընկեր երևի ավելի լավ է դու դուրս գաս, գնաս 3 հա, հայտարարել է։ Ավելի լավ է ինքը դուրս գա, գնա, ասենք, չգիտեմ, շուն պահի, քան թե Երևանի քաղաքապետը աշխատի։ Գևորգ Պապոյանը մի հատ հետարքիր բան է ասել, որը որ մեր քաղաքացիները պետք է անպայման հետևություն անեն, ասում է, եթե մենք չմնանք իշխանության, ոչ ջուր կունենաք, ոչ գազ, ոչ լույս, ոչ խաղաղություն, ոչ մի բան չեք ունենալու, այսինքն մենք կախված ենք Նիկոլ Փաշինյանից, իր թիմից ու Գևորգ Պապոյանից, այսինքն պատկերացնում ես, Գևորգ Պապոյան, մենք այս 30 տարի է, մասնավորապես ես նաև ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում, համ լույս կար, համ գազ, համ ջուր, համ արժանապատվություն, համ խաղաղություն, համ Արցախ։ Ընկեր, բա ուր էիր դու։ Որտեղ էիր դու, երբ որ մենք այդ ամեն ինչը ունեինք։ Հիմա այդ որ շանտաժի լեզվով խոսում ես, որ մենք չգանք, էսի չի լինի, այ որ դուք չլնեք, մենք այդ ամեն ինչը համ կունենանք, համ էլ մի երկու բան կավելանա, բայց չի պակասի։ Այդ ձեր շանտաժը, որ գիտեք ինչ կա, մենք որ չընտրվենք, հեսա, չգիտեմ, նախկիները կգան, կռիվ կլինի եւ այլն։ Ինգեր կռիվ ա եղել, չէ՞ որ Արցախը ազատագրել ենք։ Թե մենք պիտի ինչ-որ մեկին խանգարենք կամ ինչ-որ մեկին, թողնում ենք դուրս են գալի, ասում են գնացեք, մենք էլ կասենք կհորդորենք, որ գնաք ընտրեք ձեր ցանկացած ընդդիմադիր։ Վերջում դու տեսնում ես ինչ-որ շանս ամեն դեպքում։ Եթե վերջի վերջո իրենց ամբիցիաները, ես չեմ ասում կուսակցության։ Չէ՞ որ չդնեն ամբիցիաները այս իրավիճակում, այս ֆահին, որ վաղը լինի ընտրություններ։ Ոչ։ Ովքեր հայտարարել են մասնակցելու չեն տեսնում։ Ես էլ եմ նույն կարծիքին, որ եթե այդ ամբիցիաները իրենք չդնեն, եթե այդ ուժը չունենան, ասեն որ ժողովուրդ ջան, մենք հիմա առաջնորդի հարց չենք քննարկում։ Մենք քննարկում ենք մեր լինելիության հարցը, որը Նիկոլի արկայության դեպքում բացառվում է։ Մենք պետք է հեռացնենք Նիկոլ Փաշինյանին։ Թե հիմա մեր հայրենակիցներին դիմեմ, այդ 3 միլիոն վարչապետերին, 3 միլիոն վարչապետերով եկեք դուրս գանք փողոց, այս Նիկոլին հեռացնենք, որովհետև մեր երկրորդ հանրապետությունը, մեր հայրենիքը Արցախը նվիրեց թուրքերին։ Հայաստանի սահմանները օկուպացված են, բյուջեն դեֆիցիտ է ու երկիրը չգիտես ուր է գնում ընդհանրապես, չես պատկերացնում ուր է գնում։ Մի օր որոշում են թրիփ պետքա սարքեն, մյուս օրը ասում է դա տենց Ամերիկայի համար կարևոր ինչ որ առաջնահերթություն չի, զբաղված են պատերազմով, ինչ որ ոչ մի բան հստակ չի Նիկոլ Փաշինյանի դեպքում, ուր մնաց այդ խաղաղությունը ճակերտավոր, ինչ որ հիմա խաղաղ իրավիճակ է, ասենք, սահմաններին չեն կրակում, վաղը չէ մյուս օրը, ասենք, կարան կրակեն, որովհետև ոչ մի հիմք չկա։ Որտեղ ինքը Արցախի Հանրապետության հրապարակում վերածննդի ասեց, բղավեց, կոչեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Բնականաբար իրեն ծափահարեցին, որովհետև բոլորին հաճո բան էր ասում, միտքեր արտահայտում ու հավատացին ցավոք սրտի մեր հայրենակիցները, մեր սիրելի արցախցիները, որ Նիկոլ Փաշինյանը համարում է Արցախը հայկական ու 2020 թվականը սպասեցնել չտվեց, սկսվեց պատերազմ, չարաբաստիկ պատերազմ, որը որ հրահրվեց հենց Նիկոլ Փաշինյանի կողմից, որը որ բերեց մեծ չարիք ու չարագործություններ ու մենք ունեցանք Արցախի մասնակցի կորուստ։ Այդ մարդը ուղիղ պլանավորված հանձնեց Արցախը, ոնց պլանավորված հանձնեց Արցախը, գնաց Արցախ, Ստեփանակերտի վերածննդի հրապարակում գոռաց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, դրանով վերջացնելով այն բոլոր բանակցությունները, որը սկսվել էր։ Իհարկե։ Եկեք ռեալ գնահատենք Երևանում
Նիկոլ Փաշինյանին իսկապես չեն ընդունում։ Ինչու՞, որովհետև այո, կներեք սիրելի հայրենակիցներ, կրթական ցենզը ավելի բարձր է։ Բացի դրանից, Երևանի տարածքում, հա, նաև գործում են տարբեր ընդդիմադիր լրատվամիջոցներ, այսինքն եթե մարզերում, գյուղերում հնարավորություն ունեն հետևելու միայն իշխանական քարոզչամեքենային, իսկ այնտեղ ամեն ինչ լավ է, տպավորություն է, որ մենք ապրում ենք Սինգապուրում, մեր երկիրը խաղաղ է։ Երևանը ու Հմեկի Հայաստանը մեր հետ ոչ մի կապ չունի։ Մենք արդեն ինքնիշխան ենք, որովհետև Արցախը խանգարում էր։ Արցախը ձեզ ինչով էր խանգարում։ Արցախը առանձին հայկական պետություն էր, որը ուղիղ փոխհամաձայնեցված էր Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ, ու մենք պայքարում ենք նրա համար, որ հիմա արցախցիները ապրեին իրենց ազատ եւ անկախ Արցախում։ Ինչևից է հիմա իրանց պնդումները նրանում է, որ գիտեք ինչ կա։ Մենք Արցախի բանակցությունների ֆոնին Ալիևի հետ բանակցում ենք, դուք ոչ մի բան չեք բանակցում, դուք պայմանավորվում եք, որ այն 5 միլիարդը, որ ժամանակին առաջարկվել էր, վերցրել եք դուք։ Չէ, ասենք Դանիել Իոնիսյանը խիա որոշում, որ ընդդիմության դիտորդները fake են, իշխանականները ոչ։ Բայց Դանիել Իոնիսյանը չի տեսա այն ծիգրով։ Լավը չի ասում, վստահված անձինք fake են։ Դա Դու ես fake։ Իրան որ մնա կասի ընդդիմադիր առաջնորդներ կան, որ fake են, ասենք։ Չէ, Դանիել Իոնիսյանը fake է, fake է, ինքը fake է։ Դանիել Իոնիսյանը fake է, այսինքն fake հայա հերիք չի։ Ինքը fake է, այսինքն տեսեք ինչ ա եղել։ Մի fake օկտատեր գնաց դա Պետրոսին յուր։ Գիտես ինչա։ Տենց է դուրս գալի։ Տարբեր ֆիլմեր կան։ Պետրոսը եւ fake-ը, էլի։ Նայ, տարբեր ֆիլմեր կան, չէ՞ որ բանը ինքը որպես արհեստական բանականություն ասես, իր կաղապարն է հավաքած, այտենց բանը պրոյեկտորով գցում են լույսը իրան, այտենց դնում են ինքը տենց է, եթե ինքը մտածում է ընդդիմության դիտորդները վստահված անձինք, լրագրողները fake են, ինքն էլ է fake։